Հնդկաստանը մեղադրել է Պակիստանին Ջամուի և Քաշմիրի ուղղությամբ հրադադարը խախտելու համար։ Ցամաքային ուժերի հայտարարության մեջ նշվում է, որ հնդկական կողմն օպերատիվ արձագանք է տվել։ Երկու երկրի հարաբերությունները կտրուկ սրվել են Ջամուում և Քաշմիրում ապրիլին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով 26 մարդ է զոհվել։ Նյու Դելհին տեղի ունեցածի համար մեղադրել է Պակիստանին, դադարեցնելով այդ երկրի քաղաքացիներին վիզաների տրամադրումը և Իսլամաբադի հետ ջրային ռեսուրսների մասին համաձայնագիրը։ Պակիստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ հարևան Հնդկաստանի ռազմական ներխուժումն անխուսափելի է։ Միևնույն ժամանակ Իսլամաբադից հայտնել են, որ կողմերը կապ են պահպանում դիվանագիտական խողովակներով։ Ռուսական ուժերը անօդաչուներով հարվածել են Խարկովին, վերջին տվյալով 50-ից ավելի մարդ է տուժել։ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ թիրախավորվել են բնակելի թաղամասեր։ Մինչ աշխարհը տատանվում է որոշումներ կայացնելու հարցում, Ուկրաինայում գրեթե ամեն գիշեր սարսափ է տիրում։ Հարկավոր է ամրապնդել մեր օդային պաշտպանությունը, մեզ անհրաժեշտ են ուժեղ որոշումներ և իրական լուծումներ Կիևի գործընկերներից, Միացյալ Նահանգներից, Եվրոպայից, նրանցից, ովքեր ձգտում են խաղաղության, շեշտել է Ուկրաինայի նախագահը։ Նա կոչ է արել միջազգային հանրությանը պատժամիջոցներ կիրառել և ճնշում գործադրել Մոսկվայի վրա։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ գիշերը ՀՕՊ համակարգերը 170 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել։ Թիրախում են եղել Կրասնոդարի երկրամասը, Ռոստովի, Բրյանսկի, Կուրսկի, Բելգորոդի մարզերը։ Պայթյուններ են լսվել Ղրիմում, հաղորդվում է, որ Նովորոսիսկում բնակելի շենքեր են վնասվել կամ տուժածներ։ Քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել։ Պետքարտուղարության խոսնակը մեկնաբանել է մամուլում տարածված տեղեկությունը, որ Վաշինգտոնը հրաժարվում է ռուս-ուկրաինական կարգավորման գործընթացում միջնորդությունից։ Թեմի Բրյուսը հայտարարել է, եթե բանակցություններում առաջընթաց չլինի, ամերիկյան կողմի դերակատարման բնույթը կփոխվի, ինչի մասին բազմիցս ասել են ԱՄՆ նախագահը և պետքարտուղարը։ Որոշ լրատվամիջոցներ մեր հայտարարությունները ներկայացրել են որպես Ուկրաինայից կամ խաղաղության գործընթացից հրաժարվելու ազդանշան։ Դա ճիշտ չէ։ Հիմա մենք միջնորդի դերում ենք, սակայն եթե Մոսկվան և Կիևը ջանքեր չգործադրեն, հետ կքաշվենք։ Դա չի նշանակում, որ հրաժարվում ենք հրադադարի հասնելու ցանկությունից, մանրամասնել է պաշտոնյան։ Երեկ լրագրողների հետ ճեպազրույցում Թեմի Բրյուսը հայտարարել էր, որ Վաշինգտոնը կշարունակի անհրաժեշտ աջակցություն տրամադրել, սակայն այլևս չի պատրաստվում յուրաքանչյուր կանչով մեկնել աշխարհի մի ծայրից մյուսը հանդիպումներ միջնորդելու համար։ Ժամանակն է, որ Ուկրաինան և Ռուսաստանը ներկայացնեն հակամարտության ավարտի վերաբերյալ իրենց գաղափարները։ Այժմ ամեն ինչ կախված է նրանցից, նշել է պետքարտուղարության խոսնակը։ Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է տեղեկությունը, որ Վաշինգտոնը կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական կարգավորման շրջանակում միջնորդական աշխատանքները։ Նման ազդակներ կան, քանի որ Ռուսաստանի հետ շատ դժվար է հրադադարի հասնել։ Նաև հնարավոր է որոշ երկրներ ցանկանան, որ հրադադարից հետո Ռուսաստանը և Ուկրաինան ուղիղ երկխոսեն, հավելել է Զելենսկին, միևնույն ժամանակ համոզմունք հայտնել, որ Եվրոպան կմնա Կիևի կողքին։ Խոսելով մայիսի 8-ից 11-ը հրադադար հաստատելու Վլադիմիր Պուտինի առաջարկի մասին, Ուկրաինայի նախագահը կոչ է արել Մոսկվային համաձայնել 30 օրով կրակը դադարեցնելու Կիևի առաջարկին։ Ինչու 30 օրով, քանի որ 3, 5 կամ 7 օրում անհնար է խաղաղության բանակցություններ վարել։ Մայիսի 9-ի հրադադարի գաղափարն ավելի շատ թատերական ներկայացում է, կարծիք է հայտնել Զելենսկին։ Նրա խոսքով դա ուղղակի պատրվակ է Վլադիմիր Պուտինի համար մեղմելու միջազգային հանրությունից մեկուսացումը։ Ուկրաինայի նախագահն անդրադարձել է Վատիկանում Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը։ Կարճ զրույց էր, բայց բոլոր ժամանակների լավագույնը, քննարկեցինք հանածոների պայմանագիրը, հակառուսական պատժամիջոցները, ՀՕՊ համակարգերի մատակարարումը։ Թրամփն ասաց, որ կաշխատի այդ ուղղությամբ, ասել է Զելենսկին։ Նախագահը նաև նշել է, որ Կիևն արդեն հաջորդ տարի Ուկրաինայի վերականգնման հիմնադրամի միջոցով կարող է 30 միլիարդ դոլարի օգնություն ստանալ Միացյալ Նահանգներից։ Աջակցության փաթեթը հաստատել էր դեռ Բայդենի վարչակազմը։ Իսրայելը կրկին հարվածել է Սիրիային։ ԶԼՄ-ները գրում են, որ ավիահարվածներ են հասցվել Դամասկոսում և մայրաքաղաքի արվարձաններում գտնվող ռազմական օբյեկտներին և Թուրքիայի հետ կապ ունեցող ուժերին։ Տեղական լրատվամիջոցների տվյալով մեկ քաղաքացիական անձ է զոհվել, կան տուժածներ։ Երեկ էլ Իսրայելի վարչապետը և պաշտպանության նախարարը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, տեղեկացնելով Դամասկոսում նախագահական պալատի մոտ գտնվող թիրախին հարվածելու մասին։ Բենյամին Նեթանյահուն և Իսրայել Կացը նշել են, սա հստակ ազդանշան է սիրիական ռեժիմին։ Մենք թույլ չենք տա զորքեր ուղարկել Դամասկոսից հարավ կամ սպառնալ դրուզների համայնքին, նշված է հայտարարության մեջ։ Օրերս տեղեկություններ են տարածվել, որ Դամասկոսի մոտակայքում բախումներ են եղել զինված խմբավորումների և դրուզների ներկայացուցիչների միջև։ Սիրիայի ներքին գործերի նախարարությունն ավելի ուշ հայտնել է իրավիճակը վերահսկողության տակ վերցնելու մասին։
Դոնալդ Թրամփն NBC News-ի հետ հարցազրույցում չի բացառել, որ ԱՄՆ տնտեսությունը կարող է անկում ապրել։ Ամեն ինչ կարող է պատահել, բայց կարծում եմ կունենանք մեր երկրի պատմության մեջ ամենահզոր տնտեսությունը, նշել է Սպիտակ տան ղեկավարը։ Նրա խոսքով երկարաժամկետ հեռանկարում ամեն ինչ հրաշալի կլինի, նույնիսկ եթե անցումային շրջանում տնտեսությունը կարճ ժամանակով անկում ապրի։ NBC News-ը նշում է, որ Wall Street-ի վերլուծաբանները մտահոգված են, որ Միացյալ Նահանգներն առաջիկայում կարող է բախվել ռեցեսիայի, մաքսատուրքերի հարցում Թրամփի քաղաքականության փոփոխության պատճառով։ Ի պատասխան ԱՄՆ նախագահը խորհուրդ է տվել լսել այն վերլուծաբաններին, ըստ որոնց երկրին ամենամեծ տնտեսական աճն է սպասում։ Դիանա Գասպարյան, լուրեր։